Նորությունները շատ են եւ հիմնականում կապված են աղանդավորական կրոնական կառույցների ներսում իրանց կարգավիճակի փոփոխությունների հետ։ Մարտի 9-ին կյանքի խոսք եկեղեցու հիմնադիր առաջնորդը Ուլֆ Էկմանը օֆիցիալ հայտարարել է, որ ինքը իրականաչ է ուսումնասիրելով կաթոլիկ եկեղեցու գործոնը եւ իրանց գործունեությունը որոշել են, որ դառնում են կաթոլիկ եկեղեցու հետևորդներ։ Եվ հիմա հարցը դառել է հետեւյալը, որ մեր Երևանի Հայաստանի կյանքի խոսք եկեղեցին ինչ անելու եւ որ առաջնորդը հրաժարվել է իր կարգավիճակից։ Եթե կյանքի խոսքի առաջնորդն է գտնում, որ իրանց ճանապարհը այդքան ճիշտ չի, ինչքան կաթոլիկների մոտ եւ ճիշտը կաթոլիկների մոտ տեղափոխվել է, իրանք պարտավոր են ինքնալուծարվեն եւ բոլորը տեղափոխվեն թեկուզ եւ կաթոլիկ եկեղեցի։ Դες մենք մոտակա ժամանակ կարող ունենանք մի գործոն, որը դառնա կրոնական կառույցի, աղանդավորական կառույցի ինքնալուծարման գործընթաց։ Շատ դժվար է լինելու։ Այդքան մեծ շենքերը կառուցին, բանալին, ոնց են իրենք այդ անելու։ Կամ մոտա գնալու իրանց այդ ամբողջ ունեցվածքը։ Հարցեր շատ են լինելու։ Այն ինչ կապված ավետարանական եկեղեցու հետ, վերջերս ակտիվորեն ավետարանական եկեղեցին կամ հայ ավետարանչական ընկերակցությունը ակտիվորեն փորձում է իրանց մաքրել անցյալ տարվա այն աղմուկներից, բայց ցավոք չի ստացվում։ Ավետարանական եկեղեցու կամ հայ ավետարանչական ընկերակցությունը երկու կրոնական կառույցներ են, բայց մի գլխով։ Մեկը մյուսին օգտագործում է իշայիրը։ Փողերը տնօրինում է ավետարանչականը, գործունեությունը կատարում է ավետարանականը, սենց իրար պաս տալով հնարավորություն են տալի ֆինանսական խաղեր տալու համար։ Անցած տարվա պարոն Միքայելյանի ավետարանական եկեղեցու հովիվի բացահայտումներից հետո պարզվեց եւս մի քանի բացահայտումներ կան, այն որ ղեկավարներից մեկը 2001 թվականին, ինչպես եւ պարոն Պարտակչյանը վերջերս դանակով իր վրա հարձակվում են։ Ի տարբերություն Պարտակչյանի հասնում է իր նպատակին։ Դանակով խարվածը վիրավորում է։ Երբ որ ուսումնասիրում են այդ գործը, պարզվում է, որ դա եղել է խանդի տեսարան։ Ղեկավարը ոտնձգություն արի ինչ-որ մի հանձնավորության կնոջ կամքի վրա։ Մինչ այսօր արդեն 10 տարուց ավել այդ ընտանիքը եկեղեցու կողմից պահպանվում է։ Տուն են առնում, փողեր են տալի, երեխաներին բանը, որ աղմուկը դուրս չգա։ Սա է բարիքները ավետարանական եկեղեցու։ Եթե գլխավոր դերակատարները զբաղվում են սարական ոտնձգությամբ իրենց աշխատողների հետ, հավատացյալների հետ, մնացած ինչի մասին կարելի է խոսալ։ Դա կապված դրանց հետ։ Եվ այվականները ակտիվորեն զարգացրել են իրենց գործունեությունը, մեծ քանակությամբ նոր խմբականակ է եկել եւ այվականների նորացված Աստվածաշնչի հետ, որը հիմա բոլոր տեղերով նորից սկսել են բաժանել։ Եվ դրա հետ մեկտեղ փողոցներում կանգնած լատոկ են դնում, մի հատ ինչ-որ ստենդային տիպի, օրինակ Մոսկովսկի ու Մաշտոցի խաչմերուկում։ Լատոկը դնում են եւ դից գրականություն են բաժանում, քարոզություն են կատարում հենց նույն տեղում։ Ժուրնալիստներից մեկը աղմուկ է բարձրացնում, ոստիկանությանը կանչում են, ոստիկանությունը գալիս ասում է. իրավունք են ունեն, բայց ոչ միտեղ այդ իրավունքը չկա։ Սա երևի նրանից է, որ մեր ոստիկանությունը հենց նույն խեղճ ազատության մասին օրենքը այդքան լավ չի տիրապետում, որտեղ այնտեղ հստակ նշված է, բացի իրանց տարածքից, աղոթատներից, իրանք քարոզություն անելու քաղաքի մեջ ընդհանրապես իրավունք չունեն։ Բայց իրանց թույլ են տալի իրանց վեշերը հավաքեն ու թողեն գնան։ Մոլաստը գնաց, բարձանք գնանք հիմա ուրիշ տեղ։
Իսկ պետք է արդեն բոլորը կարողանան արձագանքը ճիշտ տան, եթե ձեզ նկարները պետք է, խնդրեմ մեր մոտ կա այդ նկարները, մենք կարող ենք ձեզ տրամադրել։ Սա այսօրվա դրությամբ այնն է, եւ հիմա գնում է դատական process ավետարանական եկեղեցու հետևորդները ընդդեմ իրանց եկեղեցին կապված աշխատանքային օրենսդրության խախտումների հետ։ Կաթոլիկ եկեղեցու գործելակերպը եւ կյանքի խոսքի խարիզմատիկ տարբերվում են իրար հետ։ Անդե ուրիշ օրենքներ, աստե ուրիշ օրենքներ է։ Եվ չեն կարող իրենք մտնեն կաթոլիկ եկեղեցու տակ, ինձ հաստատում ոնց որ 200,000 հոգի մարդը մտնի, 2 միլիարդ մարդուն փորձի քայքայել ներսից։ Դա բացառվում է։ Պրոստը ես կես տարի առաջ ասացի, քանի որ այնքան աղմուկ բարձրավ կյանքի խոսքի նկատմամբ, կյանքի խոսքը եկեղեցին ժամանակն է խաղից հանել եւ բերել նոր եկեղեցի։ Դուք եք ուշել փաստորեն։ 6 ամիս առաջ։ Միանշանակ, որտեվ աղմուկը շատ մեծ էր եւ Ուլֆ Էրկմանը այս հրադուրությամբ ինքը իր ես ես կթողեմ ձեզ, խնդրեմ, կարեք իր օֆիցիալ հայտարարությունը իրանց կայքեջում տալիս է, որ մենք ուսումնասիրելով կաթոլիկ եկեղեցու գործունեությունը, իրանց գաղափարները մենք ընդունում ենք, որ դա ավելի ճիշտ է, քան մերը։ Հիմա սրանից հետո արդեն եկեղեցու անդամները պետք է իրանք որոշեն, մնում են խարիզմատիկ եկեղեցու ոլորտով գործունեություն ծավալելու, թե իրանց ղեկավարի հովի գլխավոր հովի հետևից գնում են կաթոլիկ եկեղեցի։ Մենք Հայաստանում ունենք կաթոլիկ եկեղեցի իր կառուցվածքի մեխանիզմներ ունի, այն հանդիսության սրահը, որ պատրաստել են կյանքի խոսքում Թբիլիսյան խճուղու վրա, դա չի կարող դիտվի որպես եկեղեցի, միանշանակ դա արդեն ուրիշ նպատակի կօգտագործվի, բայց հիմնականում, եթե մտան կաթոլիկ եկեղեցի, մեր մոտ այս հրադարձությամբ կյանքի խոսքը դուրս է գալը, բայց դուրս չեն գալը մնացած խարիզմատիկ եկեղեցիները։ Իսկ մնացած խարիզմատիկ եկեղեցի մենք ունենք եւս մի 40 հատ։ Հարցը ճշտում է, այդ որ դանակահարության դեպքը եղել էր անցած տարվա դեպքեր եւ ով էր դանակահար։ Անցած տարի եղել էր Լևոն Պարտակչյանի նկատմամբ, ըստ իր վերջասուլիսի, դե հոգեկան հիվանդը իր վրա հարձակվել է։ Բայց նույն դեպքը եղել է ավետարանական եկեղեցու ղեկավարներից մեկի վրա 2001-2 թվականներին քրեական գործահարուցվել, մարդուն դատել են, հոգեկան հիվանդ են հանել, то есть որ բանը փակ դատական նիստ են արել։ Դատական գործը փորձում ենք հիմա գտնել չկա, բայց փաստերը կան ու վկաներն կան, որ այո եղել է եւ դեպքը եղել է պատճառը սեռական ոտնձգություն։